Երեկո։ Ուրեմն սկսենք աղոթքով։ Անհորի որ Թվոյ ոգուի Սուրբ Ամեն, Հայր մեր, օրերգինս ես։ Սուրբ եղեցի անուն քո, եղես արքայություն քո, եղեցին գամ քո, որպես երգինս եւ երգրի։ Ըս հաց մեր հանապազորդ, դուր մեզ այսօր, եւ թող մեզ բարդիս մեր, որպես եմեք տոնք մերոց բարդաբանած, եւ մի դանիրս մեզի փորձություն, արփուգյազ մեզ չարե, զիքոյ արքայություն եւ զորություն եւ պարգավիդյանս ամեն։ Ողջույն քեզ Մարիամ, լիշնորոք Տերն քեզ, օրտնյալ ես դու գանայս, եւ օրտնյալ է բդո որովայնի քո Հիսուս, Սրբի Մարիամ, Մայր Աստծո, բարախոսի ավասը մեր մեղավորացս, այժմ եւ ժամու մահվան մերո ամեն։ Բարքոր եւ օրթվայի ոգվին Սրբո, այժմ շիվավիդյան սադենից ամեն։ Տակուի իմաստության աղաչի ավասը մեր, անհոր եւ օրթվայի ոգվին Սրբո, ամեն։ Ինչպես միշտ կսկսենք հարցումներով, եթե հարցումներ կան։ Հայր Անտոն, ես մի հարց ունեմ, ես ուզում եմ իմանալ երբ է մահացել Սուրբ Հովսեփը, քանի որ իմ մոտ հարց առաջացավ, երբ մահացավ, որովհետև մենք ինչպես գիտենք, Հիսուսը երբ խաչվում է, խաչի վրա Հովհաննեսին ասում է ահա քո մայրը, իսկ Մարիամին ասում է ահա քո որդին, խոսքը ուղղելով, որ Հովհաննեսի մասին է խոսքը։ Իսկ Հովսեփը որտեղ է լինում այդ ժամանակ, մահացած էր արդյոք։ Այո, վաղուց մահացած էր։ Հիսուս իր ուսուցումը սկսելուց առաջ արդեն մահացած էր։ Ճիշտ ժամանակը չգիտենք, միայն գիտենք, որ Երուսաղեմը Հիսուս երբ որ 12 տարեկան էր, Երուսաղեմը գորավ, իրեն ետ կդան, գորավ չէ, իրենք գործընծեցին ետ կդան։ Անգե հետո միայն խոսքը որ ասում է, որ Հիսուս հնազանդվում էր Մարիամին եւ Հովսեփին, բայց քանի տարի, որքան ժամանակ այդ ամենը տեղ ունեցավ, չենք գիտեր։ Որևէ կապար չունենք։ Բարի երեկո, Արտապետ ջան։ Բարի երեկո։ Քանի որ հիմա արդեն ելքի թեման եք շարունակելու, ուզում եմ Պասեքի մասին երկու հարց ունեմ։ Ղուկասի ավետարանի մեջ, որ 22-րդ համարում Ղուկասի գլխում Քրիստոսը ասում է գնացեք, պատրաստեցեք մեզ համար Պասեքի ընթրիքը, որ ուտենք։ Պասեքի այդ պատրաստելը այդ գարը անպայման պետք էր Երուսաղեմի տաճարում մորթվեր, հետո են բերել Վերնատուն։ Դա այդ կենցաղի հարց էր։ Եվ երկրորդը, որ Քրիստոսը ասում է «Հույս ցանկացա այս Պասեքի ընթրիքը ուտել ձեզ հետ, քանի դեռ չեմ չարչարվել, բայց ասում եմ ձեզ, թե այլևս չեմ ուտելու սրանից, մինչև որ Պասեքը կատարվի Աստծո արքայության մեջ»։ Այս վերջի նախադասությունը կբացատրեք Պասեքը կատարվի Աստծո արքայության մեջ։ Ղուկաս 22 Yes, 22
իրականության մեջ մեծ խնդիր չի անդը իրական ինչը սերբուզե Հիսուս որ Պասեկը պիտի իրականանա երկրի մեջ Հովանեսի հայտնության կերքի վերջավորության երկինքը բանը, այսին արկայությունը մեզ ներկայացվում է որպես ինչ հարսանիք և պեսան մորտ տված կարն է սա է պասեկը պասեկը հունդեղը ինչ ունենք մենք որ պետք է իրապես աշխատենք հասկանալ Պասեկը երկու դարբեր բաներ են մեկ հատը այդ կերագուրն է որ մենք բոլորս հրավիրված ենք ուտելու եւ ինչ այդ կերագուրը մենք պիտի սնվենք հավիտենականության մեջը պիտի սնվենք Հիսուսով որովհետև մենք միացած պիտի լինենք Հիսուսին բոլոր քրիստոնյաները մգրության միջոցով եւ բոլոր նրանք ովքեր տարբեր երբ որ մգրության մասին խոսիմ այդ ժամանակ ավելի կբացատրեմ բայց պիտի ասեմ որ միշտ բոլոր նրանք ովքեր պիտի գտնվեն երկնքում մգրության միջոցով է որ մգրություն նորեն այսինքն մաքրված Հիսուսի արյան մեջ Հիսուսի արյունով է որ մենք մաքրվեցինք եւ բոլոր անոնք ովքեր երկին գտնվում են բոլորը Հիսուսի արյունով է որ մաքրվեցին սա կարևոր գեդն է եւ եթե մենք Հիսուսի մարմնի անդամ ենք ուրեմն մեր մարմնի անդամները սնվում են մարմնից չէ հասկանալի է մենք մեռած անդամներ չենք մենք մեռած բջիջներ չենք հարուցյալ բջիջներ պիտի լինենք Հիսուսի մեջը բայց սնվում ենք Հիսուսից հավասիկ ամենա գեղեցիկ բանը որ մեզ ներկայացնի արությունը մենք դրա նախաճաշումը ունենք երբ որ մենք սուրբ հաղորդությունը ընդունում ենք եւ մենք միանում ենք Հիսուսին սուրբ հաղորդության միջոցով բادرքի միջոցով ուրեմն բادرքի միջոցով մենք սնվում ենք աշխարհքից վրա եւ մենք մասնակցում ենք հավիտենական կյանքի մեջը ուրեմն Պասեկը նվադակը երկրորդ մասը Պասեկի նվադակը Աստծուն մատուցել կատարյալ պաշտամունքը ուրեմն Հիսուս ասում է որ շատ ցանկացավ չարչարանքեն առաջ որ այս Պասեկը իրենց հետ ուտե եւ հաջորդը պիտի լինի այդ հավիտենականը հիմա հավիտենականության մաս կազմում է արդեն այդ երեգոյան որ ինքը դալիս է իր մարմինը հոնիողներին հավասիկ սա առաջին մասն է բայց սա հավիտենականություն է նաեւ բայց վերջնական հավիտենականությունը որ հարությունեն ապոչ աշխարհքի հարությունեն վերջի դեղի բիդունենա այդ ժամանակ է որ փուն Պասեկին իմաստը պիտի կատարված լինի խորհուրդ է միայն պիտի ուսումնասիրենք պիտի զմայլենք տեսնելով այդ գեղեցկությունը որ Աստված մեզ դարիս է եւ այդ
խիստ միությունը, որ Աստված մեզ տալիս է, եւ այդ միությունը ոչ միայն հավիտենականության մեջն է, այսինքն մահվանից հետո է, այլ հիմա եւս մենք այդ միությունը կարող ենք ունենալ։ Երբ որ կկարտանք որոշ սուրբերի կյանքի մասին, երբ գնայինք Ֆրանսիայի մեջը մի սրբի չէ ինքը գզեն սրբատասել, այս Աստված գիտե երբ կլինի 50 տարի միայն եւ միայն հաղորդությունով գաբրել, շաբաթը մեկ անգամ հաղորդություն կբերեր քահանան իրեն եւ սա էր իրեն ամբողջ կերակուրը ճուրալ չեր կարող խմել գադներ ճուրով իր շուրթունքները կտրճեին մի քիչ, բայց չեր կարող նույնիսկ մեկ կաթիլ ճուր գուլդալ։ Երբ որ ասոր մասին կմտածենք, թե ինչպես կարելի է եւ ինչպես այդ մարմինը կարողանում է ապրել, բավականին մեծ հրաշք է, որովհետեւ գին է եւ ինքը միշտ գործունեություն է արյուն երկու ձևով մեկը դա նաեւ արյուն դուրս գալիս է իր մարմնից այդ բան որովհետեւ ինքը ուներ Հիսուսի այդ 5 վերքերը իր մարմնի մեջ եւ այդ 5 վերքերը ուրբաթ օրը արյուն գալիս էր այդ իր ցերկերից ոտքերից եւ գողից սա միակ գինն չէ ուրիշ մի գին եւս Գերմանիայում մեջը Թերեզա Նյուման որը մասին իմ կողմից գիրք մը կա որ հայրտալացինյանը գրած էր արևմտահայերենով մենք թարգմանեցինք արևելահայերենի այսինքն հայաստանյաց լեզվով հայաստանյաց ուղղագրությամբ մենք թարգմանել ենք անիկա եւ հոն եւս այդ գինը 36 տարի միայն հաղորդություն բայց նաեւ ճուր այդ ձևով ապրեց 36 տարի առանց ուրիշ ոչ բան ուտելու ուրեմն գյանքը շատ ավելի է քան ինչ որ մենք գարձում ենք քան ինչ որ մենք կարող ենք հասկանալ ավասիկ կարևոր գետ որ մենք վերադառնանք հիմա գործումից եւ ասենք որ Հիսուս մեզ սորվեցնում է որ հավիտենականության մեջը այդ պաշտամունքը որ պիտի մատուցվի հոր Աստծուն այդ պաշտամունքը չարչարանքեն հետո ասում է ես պիտի չարչարվիմ գուցեի չարչարանքես առաջ այս պասեք ուդեր ծեր հետը եւ պիտի չուդեմ մինչեւ որ երկնքի մեջը վերջավորության դա պիտի լինի բայց հիմա ուդում է պասեք իրենց հետ եւ անշուշտ ինքը եթե պասեք ուդում է կնշանակի որ ինք ոնդեղ ոչխար կար եւ այդ ոչխարեն ուդում էր եւ ուրիշ բան է որ ինքը նաեւ առնում է հացը եւ ասում է արեք երեք սա իմ մարմինն է ավասիկ այս կարևոր կետը որ ինքը ուդում է պասեկը եւ մյուս հարցումի մյուս մասը որ դվեցիր Այդ ոչխարը դե աշակերտները եկեղեց տաճարի մեջ էին տարել մորթել բերել այո դա տաճարի մեջ պիտի մորթվեր եւ չափազանց այսինքն խելք չի բարգիր թե ինչպես այդ ամենը դեղի էր ունենում
որովհետև անպայման Պասեքը Երուսաղեմի մեջ պիտի լիներ, Երուսաղեմեն դուրսը չէ։ Եվ ուրեմն կերտային եւ դաջարը կմորտեին չափազանց արագ փամն էր որ դեղի ունենա որովհետեւ վայրով 1000 էր 1-2 հատ չէր որ բիդի մորտվեր մեկ օրվա մեջ ուրեմն կացին եւ պատրաստեցին այդ ամենը Ինչպես նաև հիմա կալ, երբ որ խորոված է դաղամարտիկ կնեն, այդ ժամանակ այդ բան պետք է խորոված լիներ, ուրեմն առաքյալներն է, որ պատրաստեցին։ Բայց ես չեմ զարմանար, եթե բան ոնդեղ նաև գային այդ կանայք, որ Հիսուսի հետ շրջում էին, որովհետև Ուգասի ավետարանը նաև մեզ ասում է, որ ոնգային կանայք, ովքեր Հիսուսի հետ շրջում էին եւ Հիսուսի աշակերտների պետք էր գողային իրենց ծախսերից։ Շատ հնարավոր է նաեւ որ Մարիամ Աստվածամայրը հոն լիներ։ Եթե Մարիամ Աստվածածնը եւ մշկանայք եթե հոն չլինեին այդ գիշեր, երկրորդ օրը բանեն Նազարեթի գողմերեն Կապարնաումի գողմերեն չպիտի հասցնեին կալ մինչև Երուսաղեմ եւ ներկա լինել Հիսուսի չարչարանքին եւ խաչելության բայց Աստվածաշունչը մեզի ոչինչ չի ասում իրենց ներկայության մասին վերջին դրիքի ժամանակ եւ այս ամենը պիտի հասկանանք որ բաթահական չէ Աստված ծրագիրն է սա եւ ուրեմն Հիսուս Աստվածաշունչը ավետարանը մեզ հստակորեն ուզեց ցույց տալ որ Հիսուս միայն տղամարդիկ ընտրեց որպես առաքյալներ որպեսի առաքյալները որ այսօր մեր բոլոր եպիսկոպոսները այդ առաքյալների հաջորդողներն են բոլորն պետք է լինեն տղամարդիկ այսօր անգլիկան եկեղեցին մեծ խնդիրի մեջ է որովհետև ամբողջ անգլիկան եկեղեցու գլխավոր ծառելի է ինձ համար գլխավոր եպիսկոպոս կաթողիկոս ինչ որ գուզեսեք գին մնե որ ինքն է որ պիտի կառավարե ամբողջ եկեղեցին եւ ավասիկ անգլիկաններուն մեջ է չափազանց մեծ խնդիր առաջանում է եւ իրենք երկուքի բաժանվում են որովհետեւ եպիսկոպոսների մեծամասնությունը չեն ընդունում այս գանոջ ներկայությունը եպիսկոպոսական դասի մեջ մեծ անգլիկան եկեղեցու բաժանում դեպի դրանա եւ ամենը նաեւ արդյունքը վերջնական արդյունքը պիտի լինի որ շատերը կաթողիկությունը պիտի նախընտրեն կանտե մնան այդ խառնաշփոթության մեջ որովհետեւ իրենք ունեն արդեն անգլիկանները ունեն կանայք ովքեր ժողովրդապետներ են եւ ունեն միասեռական ամուսնություններ բավականին խնդիրներ ունեն ինչպես անգլիկան մեր տասի մաս չի գազներ այսօր բայց մեծ բաժանում սկսավ մինչև այսինքն կալ հունվար փետրվար է որ վերջնական պիտի գիտենանք թե որքան մեծ եղավ այդ բաժանումը եւ ամեն կողմը որքան մնացին լավ կարծեմ բավական բացատրություն տվի եւ հիմա շարունակենք մեր Աստվածաշունչի
10-ը ուրիշ կարծեմ ուրիշ հարցում չի գա, չէ՞։ Okay. Ուրեմն մենք խոսեցինք Պասեքի մասին, խոսեցինք այդ անասունի մասին, խոսեցինք կարևորությունը, որ բոլոր նրանք ովքեր Պասեքին պիտի կարողանան մասնակցել, հարկ է որ թրպատված լինեին, տղամարդիկ թրպատված լինեին։ Եվ նորեն գրկնեմ, որ իրեն գար մորտեցին, որովհետև գարը եգիպտացիների համար սա հայույանք էր գար մորտելը և հրյաները դա արեցին։ Հիմա ծեզի ուրիշ մի բան պիտի ասեմ, որ երբ որ գար մորտվում է և գար զոհ մատուցվում է, միայն գարը չէ, ովևէ զոհ, որ նույնիսկ այսինքն մալը, որ մորտվում է, միշտ առուն է, որ մորտվում է։ Սա երկու բաճար ունի, բուն բաճարը իրականության մեջ այն է, որ էկը շատ ավելի հարկի է։ Այսինքն 500 էկ գարի համար մեկ խոյ բավարար է։ Այսինքն մորտե մնացածը խնդիր չի գա։ Կարևորը էկերն է, որ պիտի պահես հարստության համար, առաջեր տալու համար, և ինչպես ցեզի ասեցի, բուն բանը գարերի փուրդն է, որ շատ կարևոր էր, ոչ միայն այդ ժամանակ և նաև այսօր։ Okay. Մորտեցին, գերան, եպեցին գրագի վրա, գերան, մնացածը այրեցին և ճամպայելան։ Սկիզբը 12-13 օրվա ճանապարհ է հազիվ և նաև երբ որ խոսում ենք, մեզ ներկայացվում է որպես չափազանց մեծ թիվ, բայց այդ թիվը եթե մտածելու ենք որպես փառացի, տեսնենք, որ սա անհնարին մի բան է։ Որովհետև երբ որ հաշվարկներ լինում է, և մեզի հաշվարկներ անում են, սկիզբը ասում են, որ 600,000 հոգի են, բայց հետո 1 միլիոն է։ Երբ որ 12 ցեղերը մեկ հաշվում են, 1 միլիոն են ավելի։ 1 միլիոն են ավելի, այսինքն համարյա ամբողջ բանը Երևանի ժողովուրդը շարժվի և դեղ երտա։ Ինչ պրոբլեմներ կան։ Առողջապահական որքան խնդիրներ կլինեն, չէ՞։ Չենք ուզեր անուց մասին մտածել, միայն գառնենք Աստծո խոսքը, որպես Աստծո խոսք, ոչ թե ընդունենք որպես փառացի մի բան և սկսենք մտածել այդ ամեն խնդիրները, որ այդ ամենը առաջացնում է, այլ սա է, ինչ որ Աստվածաշունչը կուզե մեզ ներկայացնել և մենք կընդունենք Աստվածաշունչի ներկայացածը և մեր ուսումնասիրությունը այդ ձևով որ գնենք, առնելով բոլոր հոնդեի կրությունը որպես ճշմարտություն և կտողնենք, որ գիտնականները իրենք թող փորձեն այդ ամենը հասկանալ և բացատրել։ Երբ որ ունիս, այսինքն միլիոնն ալ մորնանք հիմա 600,000 հոգին
որքան ուտելիք պետք ունի։ Եթե օրական 1 կիլո եթե ուտելու լինի, կամ 5 կիլո եթե ուտելու լինի, օրական ամեն մեկը կնշանակի, որ 300 տոննա ամեն օր, 365 օր, 40 տարի։ Այնքան գերագույն ուտեին պիտի կա։ Չեն կարող ցանել, անաբադ է։ Մանանա գալիս է եւ մանանան ուտում են, սա օքեյ։ Մանանան մեր բերանը կոծե, որովհետեւ որքան որ պետք էր, այնքան մանանա գար։ Եվ ուրբաթ օրը 2 օրվա համար մանանա գար, եւ ուրբաթ օրվա եւ շաբաթ օրվա համար մանանա ունեին իրենք։ Բայց նաեւ կա հիջիենական ուրիշ խնդիրը, զուգարաներով խնդիրը։ Կրնակ երևակայել։ Այս զուգարանի խնդիրը ես անոր մասին պետք է որ արտնանամ երկու բարակաների մեջը։ Երբ որ Ֆրանսա ծառայում էի, դարին մեկ օր մենք դաշտաբուդույթ կազմակերպում էինք եւ դաշտաբուդույթի գալիս էին 300-350 հոգի։ Ուրեմն բավական մեծ խնդիր էր, զուգարանի խնդիրը շատ մեծ խնդիր էր, բայց Ֆրանսայի մեջ հնարավորություն ունեինք մենք կվարձեինք մեկ օր գործածելիք զուգարաններ, մեքանի հատ պետք ունեինք, որպեսզի մարդիկ կարողանային այդ բաները։ Բայց երբ որ ես Ավստրալիա փոխադրվեցի եւ այնտեղ դպրոց պիտի հիմնեի, այդ դպրոցի հողին վրա 10 հեկտար հող էր եւ այդ նորեն հոն եւս բան խորոված գազམ་ագերբեինք դարին 2-3 անգամ եւ ամեն անգամ 455 հոգի եւ ավելի գալիս էին։ Եվ երբ որ ասա ամեն խնդիրները ունեցա զուգարանի մասին եւ մնացած հիգիենական բաները, ուրեմն սկսա մտածել, թե արդյոք 600,000-ը ասկա 600 չէ, 600,000 է։ Ինչպես անում էին, ինչ էին անում, այդ ամենի մասին սկսա մտածել։ Եվ նաեւ ես անգամ Պոմպեյ գնացի, այդ քաղաքը, որ Վեզուվիո հրապոխը երբ տեղի ունեցավ, ամբողջ քաղաքը ծածկած էր եւ ասկե միայն 180 տարի առաջ է որ բեղումներով գտան այդ քաղաքը եւ հիմա կարող ես երթալ եւ այցելել այնտեղ դուները, փողոցները, այդ ամենը կան։ Երբ որ ես կացի եւ այցելեցի այդ ամենը, իմ առաջին հարցս գիդը, որ կար, որ մեզ ցույց էր տալիս, ասեցի, որ ասոնք զուգարանի համար ինչ կնեին, որովհետեւ ոչ մեկ բան չկար այնտեղ, որ ցույց տա թե ինչ անում էին եւ ինչպես կազմակերպված էին այդ զուգարանի խնդիրը։ Եվ բացատրեցին, կարողացան բացատրել եւ հասկացնել թե այդ ամենը ինչպես տեղի էր ունենում ասկե 2000 տարի առաջ Պոմպեյի քաղաքին մեջ։ Բզիկ բաներ են, բայց ես միշտ հետաքրքրված եմ մանրուքներով, ամեն ինչի համար։ Կյանքը այդ մանրուքները չափազանց կարևոր են, միան գարտալ եւ անցնել չէ։ Ամեն ինչի մասին պիտի մտածես։ Պիտի մտածես ինչ էին անում, ինչպես ապրում էին իրենց օրը։ Իրենց ինչպես եմ ինչով գզվաճանային
իրենց որտեղ միշտ մարդը սիրած է սպորտ ունենալ, այս ունենալ, ինչպես այդ ամենը դեղի է ունենում եւ ինչ է իրենց համար կարեւորը եւ կարեւորակույնը։ Լավ, շարունակենք։ Ուրեմն իրենք գնացին Հորեբ եւ հոնդեղը մեկ տարի մնացին։ Ասեղ մեկ նախատասություն, որ անպայման պետք է ձեր մտքին մեջը լավ տեղավորեք եւ նաեւ թուղթի վրա քրեք ձեր արջևը պետք է հիմա դեդր լինի, քրիչ լինի, որ քրեք։ Աստծո համար, ուշադրություն արեք, Աստծո համար շատ ավելի հեշտ էր հրյա ժողովուրդը Եգիպտոսից դուրս բերելը, քան Եգիպտոսը հրյաների սրտից դուրս հանելը։ Սա ամենամեծ խնդիրն էր այդ ժամանակվա։ Ձեզի մի րոպեդան որ մտածեք հարցի մասին, Աստծո համար շատ ավելի հեշտ էր դուրս բերել այդ հրյաները Եգիպտոսից, քան թե Եգիպտոսը դուրս հանել հրյա սրտերից։ Չկարողացավ անել, հրամարել բոլորը մահացան անապատում։ Միայն սերունդը անցավ։ Բայց նոր սերունդին մեջը չի գար Եգիպտոսը։ Նոր սերունդի մեջ ալգար Եգիպտոսը։ Սուրբ Պողոսինոս կսե մարդուս սիրտը մի գործարան է։ Չաստվածներ ստեղծելու գործարան է։ Մենք մինչև վերջը սա չմտածենք հրյաների եւ Եգիպտոսի մասին, մենք այսօր մեր սիրտերը տեսակ նոր չաստվածներ ստեղծում են մեզ համար։ Մեզ այս յուրաքանչյուրի սիրտը եւ չաստվածը կամ Աստվածը ինչ է։ Աստվածը այդ ինչ որ ամենակարևորն է ինձ համար, ամենակարևորն է քեզ համար։ Սա է մեր Աստվածը։ Երանի մեզ, երբ որ ճշմարիտ Աստվածն է, որ իրապես ամենակարևոր դեղը ունի մեր սրտի մեջը, բայց ոչ թե զգացումների մեջը, այլ մեր կյանքի մեջը, մեր արարքների մեջը։ Որովհետև Աստծով երբեք չենք մտածեր։ Երբ որ Աստվածաշունչը կարդանք, չենք կարողանում այդ ձևով մտածել, չենք կարողանում Հիսուսի խոսքերը հասկանալ, որովհետև ասում ենք, որ սա այդ ժամանակվա համար է, հիմակվա համար չէ։ Երբ որ Հիսուս գսե որ ամեն ինչը կնա վաճառե աղքատներուն բաժանե։ Ով բան կարնե այդ ամենը որպես կարևոր մի խոսք Հիսուսից։ Այո, Սուրբ Ֆրանցիսկոսը այդպես ապրեց։ Եվ կային, եւ նաեւ կային սուրբեր եւ այսօր փունը, եթե հասկանալու լինենք, եթե մտածելու լինենք, բոլոր բանականները պետք է ացեվով մտածեն եւ ացեվով ապրեն։ Այսօր երբ որ մտածենք միապանությունների մեծամասնյան վարդապետների կամ այրապետների միապանք որ հիսուսյանները, դոմինիկանները, մայրապետները, տարբեր բան, երբ որ մեկ դունեն ուրիշ տուն կփոխադրվին, չէ կնալ երևակայել որքան ապրանք կդանի ներդերնին։ Միան մեկ միապանություն գիտեմ, որ չափազանց բզդիկ բայսագով է, որ մեկ դունեն մույսը գերտա, անյալ Մարդ Երեզայի մայրապետները։ Ոչ մեկ ապրանք տանելու պետքություն չունին։
Pan Ֆրանցիսկոսը նաև բաններ որ կարիքը չկա որ վարդապետները աստվածաշունչ ունենան այդ ժամանակ ինքնացիով բաներ եւ նաև ասում էր որ ինչ պետք է այնքան ուսում որովհետեւ ուսումը դրամը ամեն ինչը այդ ամենը մեզ խանգարում են Երբ որ գոսիմ այսպես ես ոչ թե ուրիշները գուզեմ այբանել, բայց նաև ես իմ մասին ալ երբ որ կմտածեմ, երբ որ ես Ֆրանսա ծառայեցի, անգեդո Ավստրալիա գնացի, որքան ապրանք ունեի։ Երբ որ բաննա Ավստրալիային ետ հոս եկա, ասված իմ, քանի 100 կիլո ունեի հետս։ Ինչն է ամենակարևորը։ Որքան որ ես, այսինքն վստահել եմ Աստծո վրա, որովհետև իմ բոլոր ծրագրերը, որ եղած են, ոչ մեկը իմ միջոցովս չէ, որ եղած է, ամեն Աստծո օգնությամբ է, որ եղած է։ Միայն Աստծո օգնությամբ։ Ինչ որ ես արի ցախովեց, ինչ որ Աստված արեց հաջողություն կտավ։ Բայց Աստծո օրացնալ կարիք չկար, որ ես փող ունենայի, կամ նույնիսկ այդ գիտությունն որ ես ունիմ կամ բան, անոնքամեն Աստված ասում է, որ պետք է չունիմ։ Շատ բարի։ Ուրեմն, երբ որ գնացին Օրեբ, ոնդեղը Ավասիկ Մովսեսը 40 օր լեր բարձրացավ եւ ոնդեղը երբ որ գտնվում էր վարը եղբայրը պատասխանատու էր չմոռանանք որ Մովսեսը ուրեմն եղբայրը իրենք Ղևի բան ցեղին պատկանում էին եւ իրենք են որ կանաները եղան հիմա ինչու եղան եւ ինչպես եղան անիալ բանն է բայց Մովսեսը սկիզբեն ասված իրեն այդ կանայության բանը դվավ որովհետեւ ինքն էր որ երբ որ ելավ բան լեր եւ 40 օր հոն մնաց ժողովուրդը եկան եւ իրեն եղբորը Արոնին ասեցին որ ասմարտը գորավ չեն գիտեր գուկա կամ չիկար մեզի համար աստվածներ շինե եւ ինքը ասեց որ բերեք ձեր ոսկիները եւ արծաթները եւ ցուլ շինեց այդ ոսկյով եւ արծաթով Արտապետ ջան, միշտ է ինձ այդ պահը, որ դու հետ ժողովուրդը կարող էր ուզենալ, բայց Ահարոնը ինչպես կարողացավ, Ահարոնի աչքի առաջ, Ահարոնի ձեռքով կատարվեցին այդքան հրաշքները, ես չեմ հասկանում ընդհանրապես Չէ, Արոնի ձեռքով չէ, Արոնի ձեռքով եղածները բզդիկ բաներ էին, եւ որ կփախտadենք իրենց դուրս քալը, եւ այսօր մարդը շատ շուտ կմոռանա, եւ մենք ալ նույնն ենք իրականության մեջ, մենք եւս Աստծո բոլոր բարիքները շատ հեշտությամբ կմոռանանք։ Մի քիչ եթե մտածելու լինենք, առաջին դժվարության արջևը որ գտնվենք, այլևս չենք հիշել Աստծո բոլոր անցյալի բարիքները, որքան դժվար է հիշել այդ ամենը։ Որքան դժվար է։ Ուրեմն
Երբ որ մարդիկ եկան եւ բավական ճնշում բանեցրին, տեսեք, մի օրինակ ասոնք բավականին վայրակ մարդիկ են եւ սա բադահում է 3400 տարի առաջ։ On այդ ժամանակ մարդուս բնավորությունը նույնն է միշտ, բայց այդ ժամանակ վայրակությունը եւ վայրակության բանը գործադրումը շատ ավելի է, քան թե հիմա ուր արդեն որոշ տեղեր այդ վայրակությունը շատ ավելի զսպված է։ Ինչպես է, ուրեմն եկան եւ իրեն ստիպեցին եւ ինքը շինեց եւ ավասիկ սկսան ուրախանալ եւ զոհեր մատուցել այդ ցուլին, որ շինեցին եւ այշուշ ասված Մովսեսին գսել որ բազե իջիր ավասիկ ժողովուրդը կնադես ինչ արեց եւ որ իջնում է հեշտությամբ չէ որ մարդիկ իրեն ընդունում են այս անգամ եւ ավասիկ պապան Մովսես իր ցեղի մարդկանց կանչում է որ իրեն օգնեն եւ on գրիվ լինում է պապան 3000 հոգի մահանում է այդ օրը որովհետեւ իրապես մեծ գրիվ էր եւ վերջի Մովսեսի խումբը հաղթում է եւ արդյունքը լինում է որ Ղևիին, որտեղ անցիկ որ գրվեցին եւ հաղթեցին, իրեն Ղևիի ժողովուրդն էին եւ այդ պատճառով է որ Ղևիի ժողովուրդը Մովսես ասեց որ դուք պիտի լինեք քահանաները։ Եթե ոչ, Աստծո ծրագիրը աներ որ ամեն ընտանիքի գլուխը ինքը պիտի լիներ իր ընտանիքի քահանան։ Բայց հոստեղը որովհետև այդ մեծ խառնաշփությունը եղավ, այլևս այդ պաշտոնը եւ պահպանելը Աստծո ծրագիրը պահպանելը հատուկ կերպով տրվեց քահանայիներին եւ քահանաները եղան Ղևիի ցեղից։ Ոչ միայն Ղևիի ցեղից, այլ նաեւ Ահարոնի ընտանիքից։ Վերջը, երբ որ տաճարը շինեցին, վրանե տաճարը սկիզբը, բայց վերջը նույնիսկ Երուսաղեմի մեջ տաճարը եղավ, ուրեմն ունեին իրենք Ղևի քահանաներ, բայց նաև Ղևիի մույս անդամները իրենք էլ հատուկ ծառայություն ունեին եւ նաև պետք է հետո ունեցան սկիզբ անկանալ կարևոր չէ իրենք էին բահագները որ բահբանում էին տաճարը ով գմտնի ով գելե իրենք էին բահագները ուրեմն գործերը բաժանվեցին ընտանիքների համաձայն եւ փուն ուրեմն կանանավետական ընտանիքը պետք է լիներ պան Մահարոնի ընտանիքից Հիսուսի ժամանակ շատ չգիտենք միայն գիտենք որ Հովհաննեսը Զեբեդեոսի դաղան Հովհաննեսը Հակոբոսը որ առաջին բանն Մարտիրոսը եղավ եւ Զեբեդեոս պապան իրենց պապան իրենք քահանաներ էին քահանայական ընտանիքին էին բայց այդ ժամանակ քահանայաբեդը բանի սերունդեն չէր Ահարոնի սերունդեր չէին քահանաբեդներ այդ ժամանակվա ուրիշները եկած եւ բան
ստիպած էին, որ իրենք լինեն եւ հռոմեացիները իրենց իրավունք տված էին, որ այդ անոնք ովքեր ավելի փող վճարում էին հռոմեացիներին, իրենք լինեն կանանաբեդները եւ այդ բարձր բանը աստիճանները կանաներին ինչպես է վերադառնալով կանայության այդ առաջին խնդիրը որ եղավ ուրեմն կատացած պիտի լինեք որ Մոսես այդ ոսկին արծաթը փշրեց եւ ջրով խառնեց եւ ստիպեց որ այդ ամենը խմեն եւ ուրեմն անգեդո ավասիկ աստված ժողովրդին հետը չպասանց կարևոր մի կապանդ ուխտ կնքում է եւ այդ ուխտը որ այդ ժողովուրդը պիտի նազանվի աստծուն եւ աստված իրենց համար պիտի լինի իրենց աստվածը եւ իրենք պիտի լինեն աստծո ժողովուրդը սա շատ կարևոր մի համաձայնություն է եւ երբ որ հոս աստված ալիս է այդ 10 պատվիրանները ամենակարևորը այսօր մենք կարող ենք եւ անում ենք սովորեցնում ենք որ 10 պատվիրանները չափազանց կարևոր են լավ բան քաղաքագիրտ հարաբերություն ունենալու համար չենք կարող քաղաքագիրտ հարաբերություն ունենալ առանց այդ 10 պատվիրանների այսօր սրա մասին մեծ չափազանց մեծ միջապանություններ կան գրիվներ կան դարբեր երկրների մեջը թե մենք կարիք չունենք աստծո 10 պատվիրաններին բայց ուրեմն ասում եմ որ մենք մեր մեջը պիտի որոշենք ինչը շիտակ ինչը սխալ է բայց անշուշտ այդպես չի կարելի որ լինի եթե աստված այդ օրենքները դալիս է հրեա ժողովրդին չափազանց կարևոր է տեսնենք թե աստված ինչպես ներկայացնում է 10 պատվիրանները հրեա ժողովրդին Մովսեսի միջոցով աստված ամենաառաջ չի ասում որ ես եմ քո Տեր Աստվածը ուշացած բիչունեն այդպես չէ այլ ես եմ այդ Աստվածը որ քեզ ստրուկությունից ազատեցի սա է առաջինը այն է որ նաև երբ որ այսինքն դեսնում ենք ժողովուրդների մտածելակերպը այդ ժամանակ եւ հիմա պետք է նույնը լինի եթե թուն չափազանց վատ վիճակի մեջ ես եւ մեկ ու կա քեզ ամբողջությամբ կազատագրե կարծեմ որոշ բան բերդականություն ունի ստուն այդ անձի հանդեպ չեմ գիտեր եթե լսած եք այդ բան լեհ Մարտավեդի մասին Մաքսիմիլիան Կոլբե լսած եք Այո կոնցլագերի բանն է որ իր կյանքը տալիս է այո ինքը իր կյանքը դվավ փոխարեն ուրիշ մեկումը որ ընտանիք ուներ հիմա այդ մարդը 40 տարեկան էր ինչ էր եւ երբ որ մեռավ մոտավորապես 90 բան էր 50 տարի այդ մարդ աշխարհին 4 կողմ եկավ բոլոր ժողովուրդներուն պատմելու թե ինչպես այդ կահանան իր կյանքը իր փոխարենը դվեց ուրեմն երբ որ ոնդեղը ազատությունը որ այդ մարդը ունեցավ որ մի քանի տարի ապրի 50 տարի ապրի ասած շատ ավելի մեծ ազատություն է որ դալիս է դված է ասինքն հրեա ժողովրդին եւ ուրեմն ասում է ես եմ քո Տեր Աստվածը որ քեզ
ըստ տրգությունից ազատեցի։ Իսկ այդ մարդը քանի տարի ասեցիք ապրել է Վարդապետ։ 50 տարի։ 90 տարեկանում է մահացել։ 90 պամը, այո, Հրաշքի։ այո։ Ուրեմն, ես եմ կուդերասվածը, որ քեզ ազատեցի։ Եվ որովհետև քեզ ազատեցի, կարող եմ քեզ ասել, որ սա է։ Ես եմ միակ Աստվածը, ինձ մեզ ուրիշը չի գա։ Եվ համաձայնությունը, որ պիտի լինի, այն է, որ եթե ընդունիք իմ օրենքները, դուք կլինեք իմ ժողովուրդը, ես կլինեմ ձեր Աստվածը։ Եվ սա մի բան է, որ այսինքն ազատվել են արդեն, բայց ազատվելուց հետո իրենց էլի հնարավորություն է դալիս, որ եթե չեք ուզեր, շատ բարի։ Բայց իրենք ընդունում են, որ Աստված լինի իրենց Աստվածը եւ իրենք լինեն այդ Աստծո ժողովուրդը։ Այս ամենը նորեն ահագին բացատրություն գուզե, որովհետև հիմա 40 տարի հետո, երբ որ անաբադին մեջը 40 տարի շրջեցին եւ Ահավասիկ Վերջավորության Մովսեսը իրենց հետ նորեն խոսում է, երկրորդ օրենքի գրքին մեջը կարդում ենք սրա մասին, Մովսեսը ասում է իրենց, որ տեսեք, դուք ոչ թե շատ լավ մարդիկ եք, կամ շատ ուժեղ եք, որ Աստված ձեզ ընտրեց, այլ Աստված ձեզ ընտրեց, որովհետև ձեզ սիրում է, միայն սերն է, սա ձեր արժեքը չէ, դուք չեք, որ լավն եք, ուրիշներեն լավ եք, այլ Աստծո ծրագիրը սկիզբեն տեսնում ենք եւ ընտրում է Նոյին, որբեսի մարդկությունը վերջ չունենա։ Ընտրում է Աբրահամին, այլևս որբեսի Աբրահամի միջոցով ամեն տեսակ օրհնություն կա ամբողջ ժողովուրդներին, ոչ թե Աբրահամի անձնական սերունդին։ Նաև, երբ որ խոսում ենք Աբրահամի մասին, խոսում ենք Աբրահամի սերունդին, Աբրահամը հիմա որ կարողանում են տեսակ բանը թեստեր անելով գիտնալ թե որու հայրը ինչ է, ինչ չէ, բայց ոչ միայն, այլ նաև երբ որ մեկը դալիս է իր արյունից կամ իր մարմնից որևէ մի բան, կարողանում են ասել, որ քու մեջդ, հիմա մենք հայ ենք, չէ, քու մեջդ կրնա ասել, որ միայն 20% հայ արյուն է, 30% թրկական է, 40% բարսկական է, ասծևով իրենք կարողանում են բանել։ Եթե այսօր մենք նայենք հրյաներին, ես պիտի զարմանամ, եթե այսօրվա հրյաները 1% ունին Աբրահամեն, կամ մեկ նույնիսկ 1001 կամ 10,001 իսկ չի գա, չունին, իրենք այդ ցեղին չեն պատկանում, բայց Աստծո խոսածը, Աստծո ասածը ամբողջովին տարբեր է։ Աբրահամը մեկ անձ չէ, Աբրահամ գա եւ իրեն հետ բոլոր այդ իր գործավորները, բաները եւ հրյա ժողովուրդը այդ բոլորին արդյուն կնեն։ Երբ որ կխոսենք Հակոբի 12 զավակները, չի կարծենք, որ անպայման այդ զավակների սերունդներն են, չէ, այլ նրանք, ովքեր այդ սերունդին կապեցին։ Ասենք ամենը երկրորդական բաներ են, բայց կարժե մի քիչ մտածել այս ամենի մասին։ Աստվածաշունչը չափազանց գեղեցիկ ձևով այդ ամենը մեզ բացատրում է եւ ամենը գա հոնդերը։
բարերուն մեջն է, բայց պետք է ուսումնասիրենք այդ բարերը եւ ավելի լավ աշխատենք հասկանալ ինչ կուզե ըսել, ինչ պատմում է մեզ։ Ուրեմն, երբ որ այդ ուխտը կնքվեց, ինչպես կնքվեց այդ ուխտը։ Սա չափազանց կարևոր է, որով ուխտը կնքվեց, երբ որ իրենք ընդունեցին, եւ երբ որ իրենք ընդունեցին, ուրեմն շատ մեծ թվով անասուններ մորթվեցին, եւ շատ անասուններ զոհաբերվեցին, բայց անասուններին մեծամասնությունը անշուշտ ժողովուրդը պիտի ուտեր, եւ այդ արյունը, որ թափվեց, այդ ամենը հավաքեցին եւ սրսկեցին մարդկանց վրա։ Այդ արյունը սրսկելով է, որ այդ մարդիկը մաս կազմեցին այդ ուխտին։ Եվ երկուքը պետք էր, մեկ կողմեն արյան սրսկումը եւ մյուս կողմեն ուդելը։ Պետք էին ուդել։ Հիմա սա այլևս պասեկը չէ, սա ուխտի գերագուրն է։ Եվ նաեւ ուրեմն, երբ որ Հիսուս վերջին ընթրիքին խոսում է, ինքը ինչ որ անում է, այդ երկուսն է։ Եվ պասեկը ուդում է, եւ տալիս է մեզ նոր պասեկ, բայց նաեւ մեզ տալիս է նոր ուխտ։ Ասում եմ, որովհետեւ միակ դեղը նոր գդագարանին մեջ է, որ նոր ուխտ կործածվում է, անյալ հոս է։ Հիսուս երբ որ ասում է, արեք խմեք, սա նոր ուխտի իմ արյունն է։ Այդ արյունը, որ թափվեց 1400 տարի առաջ Սինայի լեռան վրա, բացիկ Հիսուս հիմա հավիտենական եւ վերջնական ուխտը գնքում է իր արյունով եւ տալով մեզ իր մարմինը, որ ուտենք։ Հարցեր ունիք։ Հայրանդուն, ես մի հարց ունեմ, Սիրիակի գրքից կարդացել ենք, որ մի շատախոսի սերերի մեջ եւ մի կրկնաբանիչ քո աղոթքի մեջ, այստեղ կրկնաբանիչ բարի համար է հարցը, էլի, ինչու կրկնաբանել այնտեղ, մենք գիտենք, որ աղոթով, եթե շատ աղոթենք, շատ կրկնենք, ասենք վարդարանը օրինակ, Աստծո օրհնությունները մեր վրա շատ կգա, այստեղ չեմ հասկանում ինչու է գրված կրկնաբանիչ։ Ունդեղը նպատակն է, որովհետև Հիսուս, երբ որ խոսում է լեռան քարոզին մեջը, հստակ է ինչ որ Հիսուս ասում է, որովհետև մենք երբ որ կգարտանք Աստվածաշունչը, չի պիտի գարտանք այստեղ անդեղ ինչ որ մեկ բառ կամ երկու բառ կամ մեկ նախատեսություն կամ մեկ պատմություն, բոլորը միասին պիտի առնենք։ Եվ Հիսուս ինչ է ասում։ Ասում է, որ մի եղեք այդ այլասկիների պես, ովքեր կարծում են, որ իրենց շատախոսությամբ է, որ իրենց ուզածը պիտի լինի։ Ուրեմն, երբ որ մենք վարդարանը ասում ենք, ոչ թե շատախոսություն է, ոչ թե գրկնություն է, ես նորեն ուրիշ մի բան, որ դսիրեմ գրկնել եւ ասել, սերը մեկ բառ ունի։ Նորեն եւ նորեն այդ բառը ասելով երբեք չես կրկներ։ Սերը մի բառ է, որ միշտ ասելով չպիտի կրկնվի։ Կրկնություն չէ։ Ամեն անգամ, որ մայրը իր զավակին սիրում եմ ասում է, կրկնություն է, չէ, նոր սեր է։
նոր արտահայտություն է։ Ամեն անգամ որ տղամարդը գնոջ ասում է, գինը իր պապամուսին ասում է, եթե 100 անգամ ասե, կրկնություն չէ։ Եվ երբ որ մենք ասում ենք, ողջույն քեզ Մարիամ, 150 անգամ օրը, կամ 200 անգամ, սա կրկնություն չէ։ Ամեն անգամ նորն է։ Իսկ Շատ մենք սիրուն է, Վարդապետ ջան։ Սիրուն է, քրե, շատ սիրուն կարելի է։ քրե ասամենը։ Վարդապետ ուշ է, բայց ես էլ մի փոքրիկ հարց ունեմ։ Իսկ ինչ խորհուրդ ունիր Մովսեսի աները, որ եւ Կորեպլերան վրա Մորենուն ինքը ուղարկեց եւ յետկալուն նորից հանդիպեց եւ նորից Կորեբը Սինա կոչվեց ու նորից այդ լերը բարձրացավ։ Դա մեկն է, մյուսն էլ այդ լերը այդ ձևել չկա, չգիտեմ տեղը, հա, ինչքանով հետաքրքրվել եմ, տարաձայնությունները շատ են։ Այո, նույնիսկ ասում եմ, որ Սաուդի Արաբիայի մեջ է։ Ճիշտ ուր է, բավական խնդիր է, որովհետև որքան որ դեսնում ենք ինչպես հրյա ժողովուրդը գնում գալիս է դարբեր տեղերը եւ անոր մասին տեսակ բան գզակրություններ կան եւ մեկ միշին չբռներ նաեւ բան գարմիր ծովի խնդիրը որովհետեւ գարմիր ծովի խնդիրը մեծ խնդիր է որովհետեւ շատ երգան որ գուզեն անպայմանացել որ Կարմիր ծովն է որ բացվեց բայց ուրիշները եւ բացատրում են որ ինչպես Աստվածաշունչը ասում է որ քայլում էին եւ այսին ժողովուրդը որ գնում էր ուր գնաց տեղը հասնում է անոր մասին խոսվում է վերջը գա ճուրը անցնելը եւ ճուրը անցնելն վերջը ուր որ գտնվում են անոր մասին խոսվում է թե ուր է բայց այս երկուքի մեջը մեր Կարմիր ծով չկա Կարմիր ծովը չափազանց հեռու է բացատրություններն մեկը այն է որ եբրայեցեն լեզվի մեջը Կարմիր եւ եղեք նույն բառն է եւ եղեքի ծով կա որ այնքանալ խորը չէ Կարմիր ծովի պես չէ եղեքի ծովն է եւ հոնդերը նաեւ ֆիլմը որ շինված է որ Մովսեսը կզարնե եւ անմիջապես ճուրերը կբաժնվին Աստվածաշունչի մեջ այդպես բան չկա Աստվածաշունչը ասում է որ արևելքեն մի չափազանց ուժեղ քամի ամբողջ գիշերը եւ բաժանվեց ուրեմն նորեն հրաշք է չեն գսել որ հրաշք է հրաշք է բայց Կարմիր ծովի հրաշքը չէ ինչ է վեցե դելգորսնցի Մովսեսի աներոջ մասին էի հարցրել։ այո օքեյ լավ ուրեմն այդ անձը ինքը իր խումբին կահանաներ եւ շատ ավելի փորձառություն ուներ այսինքն իրեն բաբիկներեն իրեն մնացած փորձառություն կար ունդեղ եւ ուրեմն երբ որ ինքը խոսում է բանի հետ Մովսեսի հետ բացատրում է շատ բաներ եւ Մովսեսը լսում է եւ ընդունում է ուրեմն այդ անձը գալիս է եւ սկիզբը բացատրություն տալիս է
երբ որ երկրորդ անգամ կգա, իրեն գսե որ տես նստել ես տուն ամեն գործը տուն ես անում, ամեն տեսակ բզդիկ խնդիրները տուն գուզես լուծել, ինչու ժողովուրդեն չես ընդրել գարող անցանց, ովքեր իրենք բզդիկ խնդիրներով հետաքրքրվեն, եւ որ մեծ խնդիր կա, քեզի թող բերեն։ Սա ամեն ինչը փոխեց Մովսեսի համար։ Սա նորեն Աստուծո նախախնամությունն է, եւ սա է, որ Աստված ինքն է, որ կառավարում է ամեն ինչ տարբեր ձևերով։ Նաև այսօր, երբ 3400 տարի հետո, երբ որ այդ ամենը կարդում ենք, մենք միևնույն ժամանակ նայում ենք Մովսեսին, որպես պիտխարի անձնավորություն, բայց տեսնում ենք, որ փուն հերոսը ինքը չէ, փուն հերոսը Աստված ինքն է։ Այդ ամեն պատմության հերոսը Աստված է միայն։ Ոչ ինքն է, ոչ պապանը, իր եղբայրը։ Աստված է հերոսը այդ ամբողջ պատմության։ Ես եմ քո դերասը, ես քեզի դուրս հանեցի, ես քո հետ պիտի լինեմ, ես պիտի պատերազմեմ քո դեղդ։ Այս ամենը գարտանք առանց կարևորություն տալու այդ ամեն մանրուքներին, չափազանց կարևոր մանրուքներ են։ Okay, կարծեմ այսօր այսքանը։ Եթե հարցումներ կան, պատրաստվեք, կալորպատ ձեր հարցումներով կսկսենք։ Բարի գիշեր ձեր բոլորին։ Աստծո անպակաս լինի։ Բարի գիշեր, շնորհակալություն։ Բարի գիշեր։